Հույսով ուրախացեք, նեղությանը համբերեք, մշտապես աղոթեք և մի կերպարվեք այս աշխարհի կերպարանքով, այլ վերափոխեք ձեր մտքի նորոգությամբ, որպեսզի դուք քննեք Աստծու կամքը, թե որն է բարին, հաճելին ու կատարյալ: Բարի լույս իմ շատ սիրելի հետևորդներին, բարի օր, խաղաղ և օրհնյալ օր եմ մաղթում բոլորիդ: Աղոթեք, ձեր հոգսերը հանձնեք Աստծուն: Աստծո լույսը և օրհնությունները ձեր օջախներից անպակաս լինի: Սիրելիներս, իսկ հիմա գնանք մեր խոհանոց, միասին պատրաստենք: Այսօր որոշել եմ պատրաստել մակարոնով հասարակ փլավ և երշիկը տապակած: Տապակը տաքացրել եմ, մեջը լցրել եմ բուսայուղ, բուսայուղն էլ եմ տաքացրել և բուսայուղին ավելացրել եմ մակարոն: Պարզ հասարակ փլավ եմ պատրաստում: Խառնելով անընդհատ կբովեմ մինչև կարմիր մտնի: Խառնում եմ, որպեսզի մակարոնը հավասարաչափ կարմիր մտնի: Սա պատրաստ է, հիմա կդատարկեմ, նորը կլցնեմ: Ես քիչ-քիչ եմ բովում, որովհետև եթե լրիվ իրար հետ լցնեմ, ինչքան որ պատրաստում եմ խոսքի, արդեն հավասարաչափ չեն կարմրի, դրա համար ես մի քիչ կբովեմ, հետո կավելացնեմ, կդատարկեմ, կավելացնեմ նոր մակարոն տապակի մեջ: Ավելացրեցի մի քիչ էլ ու նորից կսկսեմ բովել: Անընդհատ խառնում եմ, տապակը տաք է, որպեսզի չվառվի: Տապակի միջինը կբովեմ և կողք կդնեմ: Այդ չայնիկով էլ արդեն ջուրն եմ եռացրել, պատրաստ է, որպեսզի ավելացնեմ: Ես կողք եմ դրել, որպեսզի մի քիչ հանգստանա, տաք չլինի, նոր լցնեմ եռման ջուրը: Հիմա կավելացնեմ բոված մնացած մակարոնը և եռման ջուրը: Մի հատ խառնեմ իրար: Եռման ջուր եմ լցնում, տեսնում եք, ուժեղ չի բլբլթում և չի թռչում: Լցնում եմ այնքան եռման ջուր, մինչև իրեն ծածկի: Կափարիչը դնեմ, թողնեմ և Հիմա տեսնում եք, արդեն համարյա եփվել է և ջուրը քաշվել է, ջուր չկա: Պետք է համեմեմ աղով, իջեցնեմ կրակը, ավելի իջեցնեմ մարման դեր, մի քիչ էլ եմ մարման դարձնում: Կհամեմեմ աղով, հիմա աղը բերեմ, ահա: Սա բավական է, կխառնեմ սիրելի հետևորդներ ջան, ջուր չկա համարյա և արդեն տապակի բերանը չեմ ծածկի, ջուրը կքամվի, նոր տաք կդնեմ կարագը: Արդեն ջուրը քամվեց, տեսնում եք, կարագը դրել եմ, չի կպչում, որովհետև մակարոնը բովել էի բուսայուղով: Ստացվեց ընտիր, սիրելիներս, հասարակ պարզ, փլավ: Հիմա փլավը մի կողմ դնեմ, տապակեմ արդեն երշիկը: Սիրելիներս, այս գնված երշիկը երեխաները չեն ուտում: Հիմա այսօր որոշել եմ, որը կտրած է, որը մի քիչ ես կավելացնեմ, կկտրատեմ, համ կապչոնին է մնացել, համ վիտչինան է մնացել, բժշկականը, բոլոր երշիկները համարյա մնացել են: Շատ է գնում որդիս, որովհետև ընդմիջման են վերցնում, երեխաները բուտերբրոդ են տանում դպրոց, այսքանի ժամանակ դա էլ չեն տանում: Հիմա բուսայուղը դրել եմ տաքանա, մի քիչ էլ այս երշիկից կկտրեմ բժշկական և կտապակեմ, ժարիտ կանեմ մի խոսքով:
և կմատուցեմ մակարոնե փլավի հետ։ Բուսայուղը տաքացավ, շարում եմ արդեն կտրտած երշիկները։ Արդեն կարմրել է, շուռ եմ տալիս մյուս կողմը։ Շատ կարմրել պետք չէ, այնքան որ գեղեցիկ վարդագույն դառնա կհանեմ։ Հերթով այսպես շուռ կտամ։ Հիմա որը որ կարմրել է կհանեմ, շատ կարմրացնել կամ այնքան չորացնել, որ չոր լինի, հարկավոր չէ, թեթև կարմրեց կհանեմ, շուռ կտամ, որը որ չի կարմրել։ Շարեմ նորից տապակի մեջ երշիկները։ Այսքանն էլ տապակեմ և վերջ, սիրելիներս, բավական է։ Սիրելիներս, պատրաստեցի սիրով, վերջացրեցի մակարոնից հասարակ փլավը, որը ստացվեց հատիկ-հատիկ, և երշիկը թեթև կարմրացրեցի, և պատրաստ է նաև մեր հասարակ սեղանը։ Դրել եմ թթու կանաչի պանիր, մեր ձեռքի պատրաստած հոնի կոմպոտը, հանքային ջուր և մեր հանապազօրյա ամենօրվա հացը, սիրելիներս։ Շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Բարին ձեզ հետ, եղեք միշտ առողջ և օրհնված, ցտեսություն, մինչ նոր հոլովակ։